Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ եթե դուք ձեր նպատակները գրի չառնեք, չպլանավորեք ձեր օրը, շաբաթը, ամիսը, տարին, տասնամյակը եւ կյանքը, դուք հաջողության չեք կարող հասնել։ Ես չեմ ճանաչում ոչ մի հաջողակ մարդու, որը պատահականորեն հաջողության հասել։ Բոլոր հաջողությունները պլանավորված են։ Նպատակը ես չեմ ասում գործի կեսն է, բայց գոնե գործի 30%-ն է։ Եվ եթե կան մարդիկ, որոնք ասում են, որ այ դու պլանավորում ես, Աստված որոշում է, պետք չէ այդ մարդկանց լսել։ Այդ մարդիկ անհաջողակ մարդիկ են։ Կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են։ Մի հատ նայեք, ով ձեզ ասեց մի պլանավորի, որտեղ Աստծո պլանները ուրիշ են, հարցրու ասա դու վարկի տակ ես հիմա։ Հաստատ վարկի տակ կալնելու։ Հաստատ մի հատ վարկով տելևիզորը առը չգիտի ոնց է հաջորդ ամսվա փողը մուծելու։ Իսկ այն մարդիկ, որոնք հաջողակ են, որոնք նպատակներ են դնում եւ իրականացնում են, պարտադիր պլանավորում են։ Պարտադիր օրվա մեջ, ասենք դուք ունեք 10-20 գործ անելու, այդ 20-ից գոնե 2-ը պետք է լինի ձեր երկարաժամկետ ու կարճաժամկետ պլանների վերամշակումը։ Մի այդպիսի հայտնի խոսք կար, ասում է, եթե ասում է ես ունենամ 10 ժամ կացինով ծառը կտրելու համար, ես այդ 10-ից 9 ժամը իմ կացինը կսրեմ։ Մի րոպեն, որ դուք այսօր ներդնում եք պլանավորման մեջ, վաղը կարող է ձեր համար մի ժամ, 2 ժամ, նույնիսկ մի օր ժամանակ խնայել։ Ուստի վերցեք թուղթ ու գրիչը եւ ամեն օր սկսեք պլանավորելուց։ Սիրելի բարեկամներ, կարճ ծանուցում, եթե այս վիդեոն տեսնում եք Instagram-ում կամ TikTok-ում, սեղմեք bio-ի մեջ link կա։ Եթե Facebook-ում է, ուրեմն վիդեոյի նկարագրության մեջ։ Լրացրեք ձեր մեյլը եւ անունը, ու ես ձեզ պարբերաբար շատ օգտակար կոնտենտ կուղարկեմ։